Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, վաղը հունիսի 21-ին ժամը 16:00-ից Սահմանադրական դատարանում կմեկնարկի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները բողոքարկելու դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի բանավոր ընթացակարգով դռնբաց դատական նիստը և որտեղ կքննարկվեն ընտրությունների արդյունքների բողոքարկման հիմնական փաստարկները։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ընտրությունների արդյունքները բողոքարկել են այդ ընտրությունների մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը։ Նման բան Հայաստանի պատմության մեջ երբևէ չի եղել, որ այդքան մեծ թվով քաղաքական ուժեր բողոքարկեն ընտրությունների արդյունքները, անհամաձայնություն հայտնելով դրա վերաբերյալ։ Իդեպ ասեմ, որ այդ ուժերը միասին ստացել են ընտրողների շուրջ 43%-ի ձայները։ Կարելի ասել, որ մեր հասարակության կեսից ավելին լուրջ հիմնավոր փաստարկված անհամաձայնություն ունի այս ընտրությունների վերաբերյալ, այն համարելով որպես կեղծարարության հետևանք։ Ես առավել քան վստահ եմ, որ ինչպես Ուժեղ Հայաստան դաշինքի, այնպես էլ ընտրությունների արդյունքները բողոքարկող մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից դատարանին և նրա միջոցով ողջ հանրությանը կներկայացվեն շատ հիմնավոր և ծանրակշիռ փաստարկներ, և մենք կլսենք, թե կոնկրետ ինչ դրսևորումներ են ունեցել իշխանությունների կողմից իրականացված այն բազմաթիվ ընտրախախտումները, որոնք իրականացվել են թե նախընտրական, թե ընտրական, թե հետընտրական ժամանակաշրջանում։ Բայց այս տեսանյութի իմաստը այլ է։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը, որը ստացել է ընդդիմադիր ուժերի մեջ ամենամեծ թվով ձայները և վստահության քվեն, նորարարական մոտեցումներ է ցուցաբերում քաղաքական համակարգում։ Ընտրություններից հետո շատերն են ակնկալիքներ ունեն նոր հետագա ընտրական զարգացումների վերաբերյալ, որոշ մարդկանց մոտ կա նաև օբյեկտիվորեն առաջացած հիասթափություն, որովհետև շատերս այնուամենայնիվ հույս էինք փայփայում, որը ի վերջո մեզ կհաջողվի հաղթահարել բոլոր այդ բռնաճնշումներն ու ապօրինությունները և Նիկոլ Փաշինյանին ընտրությունների միջոցով հեռացնել իշխանությունից։ Բայց եռագլուխ պատերազմական իշխանությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կարողացան այս անգամ ևս ժամանակավոր հաղթանակ տոնել հայ ժողովրդի դեմ։ Բայց մեր պայքարը շարունակվում է, և այդ հետագա պայքարի շարունակման իմաստով Ուժեղ Հայաստանը չի շտապում որոշումների կայացման հարցում, չի տրվում հուզականության և ընթանում է սահուն, հանդարտ գործողությունների և քայլերի ճանապարհով։ Եվ առաջարկում է մի շատ հետաքրքիր նորարարական մոտեցում հանրային քննարկման իմաստով։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ և Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հունիսի 26-ին ժամը 13:00-ին Տաշիր Արենա բազմաֆունկցիոնալ համալիրում կազմակերպվում է մեծ հանրային քննարկում։ Հանրային քննարկման նպատակը այն է, որ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները գան և լսեն Հայաստանի քաղաքացիների, հատկապես մեզ իրենց վստահության քվեն տված քաղաքացիների կարծիքը մեր հետագա քայլերի, գործողությունների, որոշումների վերաբերյալ, այդ թվում նաև խորհրդանում հետագա գործունեությունը շարունակելու և շարունակելու դեպքում հիմնական սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ։ Սա իսկապես քաղաքական դաշտում նորամուծություն է, որովհետև երբևէ որևէ քաղաքական ուժ ընտրություններից հետո այս ձևաչափով ընտրողների հետ քննարկումներ չի ունեցել։ Եղել են բազմաթիվ հանրահավաքներ, ելույթներ և այլն։ Այստեղ մեր նպատակը ոչ թե Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչների ելույթներն են հանրահավաքային իմաստով, այլ ճիշտ հակառակը, որպեսզի մենք լսենք քաղաքացիների կարծիքը, և բնականաբար մեզ համար նշանակություն կարող են ունենալ և հետաքրքիր կարող են լինել այն կարծիքները, որոնց հետ միասին կներկայացվեն վերլուծություններ, հիմնավորումներ և բացատրություններ, որպեսզի մեզ հնարավորություն տրվի նաև մեր սեփական կարծիքի հետ դրանք համադրելով կայացնել բոլորիս և մեր երկրի ընդհանուր շահերից բխող որոշումներ։ Սա իսկապես նորամուծություն է։ Մեզ շատ են առաջարկել այս ընթացքում ընտրություններից անմիջապես հետո դուրս գալ փողոցային պայքարի, հրաժարվել մանդատներից և այլն։ Մենք չենք շտապել որոշումներ կայացնելուց և չենք շտապում։
Մանդատների վերաբերյալ հարցը դեռ պետք է քննարկվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո, այսինքն մինչև հուլիսի 4-ը այդ հարցի վերաբերյալ որոշում չի կայացվելու։ Դրա համար քննարկումները կազմակերպվում են դրանից շուրջ 1 շաբաթ առաջ, որպեսզի հնարավոր լինի քննարկել դրանք ավելի այլ ձևաչափերով նույնպես եւ կայացնել վերջնական որոշումներ։ Փողոցային պայքարի վերաբերյալ նույնպես չեն կայացվել շտապ որոշումներ, չնայած եղել է մեկ դրսևորում հունիսի 14-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հավաք կազմակերպելու վերաբերյալ Սամվել Կարապետյանը առաջարկել է նաև ընդդիմադիր քաղաքական ուժերին համախմբվել եւ այդ համախմբման դրսևորումներից մեկն էլ կարող է լինել միասնական հանրահավաքի կազմակերպումը, որի օրը եւ նպատակահարմարությունը ձևաչափը կորոշվի կրկին հանդարտ, խաղաղ պայմաններում։ Ես կարծում եմ, որ սրանք շատ կարևոր մոտեցումներ են եւ ընդդիմադիր դաշտը համախմբելու եւ բոլորիս միասնական ջանքերը համադրելու եւ նաեւ մեկս մյուսին լսելի լինելու, մեկս մյուսի կարծիքը լսելու եւ ծանոթանալու իմաստով։ Թե ինչպես պետք է մասնակցել Տաշիր արենայում կազմակերպված քննարկմանը, Նարեկ Կարապետյանը տեղեկացրել է իր Facebook-յան տեսաուղերձի միջոցով, այնտեղ մեկնաբանություններում դրված է հեռախոսահամար, որով կարելի է զանգահարել եւ գրանցվել։ Քանի որ այդ համալիրի տեղերը սահմանափակ են, բնականաբար հնարավոր է որ ոչ բոլոր ցանկացողները կարողանան ներկա գտնվել, բայց դա կարծում եմ հոգ չէ, որովհետեւ վստահ եմ, որ լրատվամիջոցները կլուսաբանեն այդ միջոցառումը, միգուցե կլինի նաեւ ուղիղ եթերով հեռարձակում կամ կլինեն տեսանյութեր հնչեցված հարցերի, դրանց շուրջ տված պատասխանների վերաբերյալ, այնպես որ դրա բովանդակությունը բնականաբար հասանելի կլինի ողջ հանրությանը։ Կոչ եմ անում ակտիվորեն հետևել Ուժեղ Հայաստան կուսակցության եւ դաշինքի նախաձեռնություններին, հայտարարություններին, մասնակցել այդ ձևաչափով քննարկմանը։ Իդեպ ասեմ, որ քննարկումից հետո նախատեսվում է նաեւ այցելություն Սահմանադրական դատարան, որտեղ արդեն ընթացքի մեջ է լինելու վեճի քննությունը եւ դրանով մեր վերաբերմունքը արտահայտելու այս գործընթացի վերաբերյալ։ Այնպես որ կոչ եմ անում մեր բոլոր համախոհներին եւ Հայաստանի քաղաքացիներին մասնակցել հնարավորության դեպքում Տաշիր համալիրում հունիսի 26-ին ժամը 13:00-ին նախատեսված հանրային քննարկմանը, իսկ դրանից հետո նաեւ Սահմանադրական դատարանի մոտ նախատեսվող խաղաղ հավաքին։ Շնորհակալություն ուշադրության համար։